Երեխան, որը հայտնվել է պետության խնամքի ներքո, հոգեբանական առումով արդեն իսկ խոցելի է։ Նման երեխաները որպես կանոն ունենում են յուրահատուկ պատմություններ, անհատական կարիքներ, հաճախ բարդ հոգեբանական վերքեր։ Նախօրեին մամուլում հայտնված Շիրակի մարզի խնամքի հաստատություններից մեկում գրանցված 1 տարեկան երեխայի մահվան դեպքը հանրային մտահոգության շարժառիթ դարձավ, մեկ անգամ ևս ընդգծելով հարցի կարևորությունը, որքանով են պաշտպանված այն երեխաները, որոնք ճակատագրի բերումով հայտնվում են խնամքի հաստատություններում։ Մանկատանը երեխան չի կարող ստանալ բավարար չափով սեր, ջերմություն, ուշադրություն, անհատական մոտեցում, խորը կապվածություններ մեկ մարդու հետ, չէ՞ որ տանը մեծացող երեխան զգում է անվերապահորեն սեր ծնողի կողմից, ինքն ընդունում ամբողջական։ Այդ ամենը բացակայում մանկատան երեխայի պարագայում։ Հայաստանում գործում են հիմնականում 2 տեսակի հաստատություններ՝ ընդհանուր եւ մասնագիտացված։ Ընդհանուր խնամքի կենտրոններում տեղավորում են սոցիալական խնդիրներ ունեցող երեխաներին, մասնագիտացված հաստատություններում առողջական խնդիրներ ունեցողներին։ Գյումրու կենտրոնը, որտեղ արձանագրվել էր երեխայի մահը, հենց այս երկրորդ խմբին պատկանող հաստատություններից է։ 1 տարեկան երեխայի մոտ գրանցվել է կենսաբանական մահ։ Մասնագետները նշում են, այստեղ տեղափոխվում են այնպիսի երեխաներ, որոնք հաճախ ինքնուրույն չեն կարողանում սնվել կամ շարժվել։ Գյումրին գիտեք ինչ ծանր դեպքեր են։ Երեխաներ, որ ինքնախնամք չունեն, երեխաներ, որ սիստեմայի ամիացված այդ երեխաներին ու տալը չեն կարող իրանց հողովակով են կերակում, այնտեղ բավականին լուրջ բարդ է, իհարկե ավելի թեթև կա, թեթևացած թեթև հաշվանդամություն, թեթև խնդիր, դա էլ թեթև չի, հա, բայց շատ ծանր խնդիրներով երեխաներ կան այնտեղ։ Խնամքի հաստատության ներսում երեխայի մահը ենթադրում է քրեական ընթացակարգ, սակայն հարկ է հասկանալ դեպքը գրանցվել է երեխայի առողջական խնդիրների, թե այլ հանգամանքների արդյունքում։ Իրավական արձագանքը պարտադիր չի, որ հանգեցնի պատասխանատվության։ Իրավական արձագանքը դա տեղեկացնելն է իրավասու մարմիններին եւ բժիշկներին, որից հետո արդեն ուսումնասիրվում է տեղի ունեցել բնական մահ, թե մահը տեղի ունեցել ինչ-որ մի հանցավոր արարքների հետևանքով։ Մասնագետների դիտարկմամբ խնամքի հաստատություններում երեխաների կյանքը պետք է վերահսկվի հստակ չափանիշներով։ Սնունդ, հագուստ, կահույք, մասնագիտացված բուժօգնություն, ամեն ինչ պետք է համապատասխանի սահմանված նորմերին։ Իհարկե այնտեղ կան որոշակի առանձնահատկություններ կապված երեխաների առանձնահատկություններով, օրինակ եթե երեխան ունի առողջական խնդիր, ապա փոխվում է նաև սննդակարգը։ Եթե երեխան ունի խնամքի հատուկ պայմաններ, ապա ավելանում են մասնագետների քանակը, ովքեր որ պետք է աշխատեն այդ երեխաների հետ, օրինակ տրամադրեն որոշակի հատուկ թերապիայի ծառայություններ եւ այլն։ Մանկատանը մեծացած երեխաները էմոցիոնալ առումով շատ հաճախ տարբերվում են ընտանիքում մեծացած երեխաներից։ Հոգեբանները պնդում են, անհատական կապի բացակայությունը խորը հուզական հետևանքներ է թողնում։ Որպես խնդրի լուծման մեխանիզմ ոլորտի փորձագետները առաջարկում են, որ երեխաները գտնվեն խնամատար ընտանիքներում ծնողական խնամքի ներքո։ Բնականաբար, այս դեպքում արդեն խնամքի կենտրոններում նման դեպքեր տեղի չեն ունենա։ Մասնագետները պնդում են, հաստատություններում երկարաժամկետ խնամքը պետք է փոխարինվի ընտանեկան միջավայրով։ Բոլոր դեպքերում հարկ է փաստել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսանկյունից հաստատություններում խնամքի իրականացումը ինքը չի դիտվում որպես երեխայի լավագույն շահերից բխող խնամքի ձև եւ ցանկալի է երեխաներին տեղափոխել այլ խնամքի պայմաններ, օրինակ խնամատար ընտանիք, խնամակալություն, իսկ եթե առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, տրամաբանական է որդեգրում։ Մասնագետները միաբերան պնդում են խնամքի մոդելը ընտանեկան մոդելով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Հենց այստեղից է գալիս այն ընկալումը, որ մանկատան երեխաների նկատմամբ պետք է լինել առավել ուշադիր, ցուցաբերել ավելի հոգատար մոտեցում։ Երեխան պետության խնամքի տակ չէ միայն փաստաթղթերով, նա հասարակության ամենախոցելի շերտի ներկայացուցիչն է, որի կյանքը եւ իրավունքները պետք է լինեն առավելագույնս պաշտպանված։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։